Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ։ Իրավականորեն ամրագրելով խորհրդարանական մեծամասնության քաղաքական որոշումը։ Այս որոշմամբ պաշտոնապես մեկնարկում է կառավարության կազմի ձևավորումը, իսկ գործադիրի համար հրատապ խնդիր է մնում խորհրդարանական բանավեճի մշակույթը փոխելու վերաբերյալ խոսումների իրագործումը։ Արարողակարգային հայտարարություններում թեև ընդգծվում էր կայունության ապահովման անհրաժեշտությունը, այդուհանդերձ իր ելույթում վարչապետն ինքն է անդրադառնում 2018 թվականից ի վեր անցած ուղու անկանխատեսելիությունը։ Պիտի անկեղծ ասեմ 2018 թվականին, երբ ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում ստանձնեցի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, դժվար կլիներ կանխատեսել, որ մենք անցնելու ենք այսպիսի ճանապարհով, եւ կարծում եմ, որ դժվար կլիներ կանխատեսել, որ մենք ի վիճակի ենք լինելու այս ճանապարհը հաղթահարել։ Ուժեղ Հայաստանի падգամավորը ելույթ է ունեցել Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարներով շապիկով։ Այսօր, մինչև մենք նստած ենք այս գեղեցիկ հարմարավետ դահլիճում, խոսում ենք կանոնակարգերի եւ օրակարգերի մասին, Մադադ Բաբայանը, Ռաշիդ Բեգլարյանը, Դավիթ Ալավերդյանը, Լևոն Բալայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Ալյոշա Խոսրովյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Լյուդվիգ Մկրտչյանը, Մելիքսեթ Փաշայանը, Գուրգեն Ստեփանյանը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներ, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյանը, Բակո Սահակյանը, Հայ բարերար, Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը շարունակում են մնալ Բաքվի բանտերում։ Խաղաղության մասին խոսել եւ չխոսել հայ գերիների օր առաջ վերադարձի մասին նշանակում է չհասկանալ, որ նրանց արկայությունը Բաքվի բանտերում փակում է իրական եւ անկեղծ խաղաղության օրակարգը։ Եվ քանի դեռ գոնե մեկ հայ գերի գտնվում է Բաքվի բանտում, նշանակում է, որ այս իշխանությունները անկեղծ չեն խաղաղություն հաստատելու հարցում։ Շարունակում է օդում մնալ հարցը, թե ինչու ամենայն հայոց կաթողիկոսը չի հրավիրվել խորհրդարանի առաջին նիստին, ինչը ԱԺ կանոնակարգի պահանջ է։ ՔՊԱ-ական մի падգամավոր ասել է, թե Հայաստանը կաթողիկոս չունի։ Եթե ունենայինք վերապար հայրապետ, ինքը ներկա կլիներ, չունենք։ Չունենք։ Պարոն Ռուբինյանը որպես ազգային ժողովի նախագահի պարտականություններ կատարող, հաստատելով համապատասխան որոշում այնտեղ փոփոխություն է արել եւ վեհապար հայրապետին ուղեկցող ծառայողական ավտոմեքենայի մուտքը սահմանափակվել է։ Երևի թե պարոն Հասանովը տեղյակ չէր դրանից։ Հրապարակված է այդ որոշումը, որը հենց վերաբերում էր նաև ԶԼՄ-ների գործունեությանը։ Այդ նույն որոշման մեջ կարող եք դա եւս տեսնել։ Իդեպ ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները երեկոյան պատրաստվում են մայրաթոր գնալ վեհապարի օրհնությունը ստանալու։ Ոնց է պարոն Ռուբինյանի հետ քննարկման արդյունքում այս անգամ նման որոշում։ Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավոր Էդգար Ղազարյանը ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարել է լռության րոպե ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների։ Ուժեղ Հայաստան դաշինքի անդամը հայտարարել է, որ բարոյական նորմերի կոպտագույն խախտում է տեղի ունեցել։ Նիստը վարող կնյազ Հասանովը չի հայտարարել լռության րոպե, ուստի ինքն է դա անում։ Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազատության, անկախության, հայրենիքի պաշտպանության, բոլոր պատերազմներում, բոլոր մարտական գործողությունների ժամանակ, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության բոլոր դրվագներում զոհված զինվորների, գեներալների, սպաների, երկրապահ կամավորականների, աշխարհազորայինների հիշատակի համար 9-րդ գումարման Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում հայտարարվում է լռության րոպե։ Որքան էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորները տեղերից արձագանքել են, թե նա չի կարող նման բան անել, բոլոր падգամավորները, այդ թվում ՔՊԱ-ականները, ոտքի են կանգնել։ Շնորհակալություն։
Հայաստան դաշինքի падգամավոր Մեսրոպ Մանուկյանը Ռուբեն Ռուբինյանին համեմատել է ծովահրեշի հետ, ընդգծելով, որ իր հնչեցրած գնահատականը քաղաքական է եւ ոչ թե անձնական։ Փորձում էի հասկանալ Ալենը Սիմոնյանն ու Արարատը Միրզոյան որ կետից սկսեցին, ուր գնացին հասան, հիմա ձեր կետը դաժե չեմ կարողանում ցույց տալ։ Ու տպավորությունն է, որ Ալենը Սիմոնյանն ու Արարատը Միրզոյան ձեր դեմ փոքրիկ ձկներ են։ Դուք ԿՊ-ի սպրուտն եք իմ մոտ այդ տպավորությունն է։ Ծովահրեշը Պարոն Ռուբինյան, անձնական չի, քաղաքական գնահատական է, պարոն Ռուբինյան, եթե վիրավորվում եք ներողություն եմ խնդրում։ Բաքվում ապօրինի պահվող մեր հայրենակիցների նկարներով շապիկը հագին ուժեղ Հայաստան դաշինքի падգամավոր Սյուզաննա Ավետիսյանն իր ելույթը սկսել է այսպես. առանց մեր գերիների վերադարձի հնարավոր չէ խոսել իրական խաղաղության մասին։ Նա նշել է, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների հարցը պետք է լինի ոչ թե ներքաղաքական, այլ համազգային օրակարգի հարց։ Քանի դեռ գոնե մեկ հայ գերի գտնվում է Բաքվի բանտում, նշանակում է, որ այս իշխանությունները անկեղծ են խաղաղություն հաստատելու հարցում։ Չկա որևէ միջազգային կառույց, որ չի հասկանում, որ առանց գերիների վերադարձի չկա իրական խաղաղություն։ Ավետիսյանը քննադատել է իշխանություններին, նշելով, որ չի տեսնում գերիների ազատ արձակման հստակ ռազմավարություն։ Լռությունը առանց արդյունքի անվանվում է ոչ թե դիվանագիտություն, այլ անգործություն, ասել է ընդդիմադիր падգամավորը, կոչ անելով ակտիվացնել միջազգային ջանքերը գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Սա բոլորիս համար պետք է դառնա մեկ ընդհանուր համազգային հարց։ Միաժամանակ ես հայտնում եմ, որ այս հարցը պետք է դառնա ոչ միայն ներքին քաղաքական օրակարգի, այլ միջազգային օրակարգի կենտրոնական թեմա։ Ուժեղ Հայաստան դաշինքի ազգային ժողովի փոխնախագահի տեխնացուն Արամ Վարդևանյանն է, հայտնել է դաշինքի падգամավոր Նարեկ Կարապետյանը։ Հենց Արամ Վարդևանյանի տեխնացիան վրա կանգ առած Փորձ, պրոֆեսիոնալիզմ եւ նաեւ ամբողջ մասնագետներից օրենսդրի համար դա հիմնական դիտելյաների Համաշխարհային Մարիոտ Բոնվոյ հյուրանոցային ցանցը չեղարկել է դեպի Շուշի եւ Ստեփանակերտ 14-ժամյա զբոսաշրջային տուրերի իր առաջարկը։ Որոշումը կայացվել է Հայ դատի հանձնախմբերի եւ այլ հայկական կառույցների կազմակերպած գլոբալ բողոքի եւ ճշմարտ արդյունքում, ինչից հետո գովազդը ամբողջությամբ հեռացվել է ընկերության պաշտոնական կայքից։ Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի զբոսաշրջային այդ փաթեթի նկարագրության մեջ լռության էր մատնված Արցախի հայկական պատմությունը, որևէ հիշատակում չի եղել իրականացված էթնիկ զտումների եւ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ։ Դոնալդ Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված ռազմական հարձակումը։ Ըստ նրա, Իրանն ու Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել հարվածը, քանի որ կողմերը եկել են համաձայնության առանցքային հարցերի շուրջ։ Որոշվել է բացել Հորմուզի նեղուցը եւ վերացնել Իրանի միջուկային սպառնալիքը։ Սակայն Իրանի բանակցային թիմի ֆարս գործակալության աղբյուրը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը։ Այս ամենի ֆոնին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսով զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Արաղչին գործընկերների հետ քննարկել է ԱՄՆ-ի ագրեսիվ եւ ապակայունացնող գործողությունների հնարավոր հետևանքները տարածաշրջանային անվտանգության համար։ Նա խիստ նախազգուշացրել է, որ Իրանը լիովին պատրաստ է պաշտպանելու իր ազգային ինքնիշխանությունը ու տարածքային ամբողջականությունը եւ վճռականորեն կարձագանքի ցանկացած սադրանքի։ Ուկրաինական անօթաչուները հարվածել են Ռուսաստանի Սամարայի մարզում գտնվող Վալբերիզի պահեստին։ Այն զբաղեցրել է մոտ 179,000 քառակուսի մետր տարածք։ Ըստ մարզպետի եւ Վալբերիզ ընկերության պաշտոնական հայտարարության, զոհեր եւ վիրավորներ չկան։ ԱԹՍ-ների վտանգի ազդանշանի շնորհիվ անձնակազմը ժամանակին տարհանվել է։ Սրան զուգահեռ Ռուսաստանը Կիևի մերձակայքում մեկ օրում 2 անգամ հարձակվել է Ուկրաինայի խոշորագույն Ռոզետկա ինտերնետ խանութի պահեստի վրա։ 1 մարդ զոհվել է, 7-ը վիրավորվել։ Բացի այդ, Խարկովի Արվարձանում առավոտյան հարձակման է ենթարկվել Նովայա Փոստա տերմինալը։ Բռնկվել են բեռնատար ավտոմեքենաներ, կոնտեյներներ եւ սարքավորումներ, հայտնել է նահանգապետը։
Սանկտ Պետերբուրգում օդադեսանտային զորքերի օրվա առթիվ անհայտ անձը օդապարիկով ցատկել է բնակելի համալիրի բազմահարկ շենքի տանիքից։ Ականատեսների վկայությամբ տղամարդը անվնաս վայրեջք է կատարել մոտակա հրապարակի շատրվանի մոտ։ ԱՄՆ-ի Այդահո նահանգի Արագ սննդի ռեստորանում հրաձգության հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 7 մարդ։ Ըստ Associated Press-ի վիրավորներից մի քանիսը ստացել են լուրջ վնասվածքներ։ Նրանց վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Դեպքի մանրամասները դեռևս հայտնի չեն։ Ինդոնեզիայի Մադուրա կղզի ափերի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել Սուրաբայայից Մակասար ուղևորվող լասանավում։ Այնտեղ եղել է շուրջ 250 մարդ։ Ըստ Reuters գործակալության ողբերգության հետևանքով հաստատվել է 5 մարդու մահ, 41 ուղևոր այս պահին համարվում է անհետ կորած, 225-ին հաջողվել է փրկել։ Չինաստանի Սիչուան նահանգում 65,000 մարդ է տարհանվել ուժեղ անձրևների պատճառով։ Ցեխաջրերը կաթվածահար են արել երթևեկությունը, լցվել են շուկաներ և խանութներ։ Եղանակային վատ պայմանների հետևանքով վնասվել են տասնյակ մեքենաներ և տների տանիքներ։ Արդեն մի քանի օր է իսպանական Սեուտա քաղաքում շարունակվում է միգրացիոն աննախադեպ ճգնաժամը։ Ուժային կառույցները թաղամաս առ թաղամաս շարունակում են փնտրել քաղաքում թաքնված հազարավոր մարոկացիներին։ Ըստ շրջանառվող լուրերի արդեն 48300 մարոկացի վերադարձել է հայրենիք։ Միգրանտների զանգվածային հետադարձի հիմնական պատճառը հաղորդվող տվյալների համաձայն ոչ թե ոստիկանության ճնշումն է, այլ ծովում առնվազն 67 մարդու մահվանն ականատես լինելուց ստացած հոգեբանական ցնցումը։ Իրական պատկերը սակայն հեռու է հանգիստ լինելուց, քանի որ քաղաքում դեռևս թաքնվում են մեծաթիվ ապօրինի միգրանտներ, իսկ հարևան քաղաքներում սահմանային անցակետերն արդեն սահմանափակվել են նոր ներխուժման փորձերի պատճառով։